Անյան հաջորդ հարցերս որպեսզի տամ մի քանի վայրկյանանոց վիդեո պետք է միացնեմ։ Սա կարմիր բերետավորն է։ Ասում է սաղի դեմքը ֆիքսը եւ այստեղ բայց ում ասում։ Ում ասում, ինչ են արել։ Անչափած նայ, անչափած երեխային ասում է գնային դավայ կարմիր բերետավոր են մեկն էլ ասում է ձեր սաղի դեմքը ֆիքսվել է, բայց մի վարքյան, սպառնալիքի լեզվով ինչ է։ Մի վարքյան։ Ես լսել եմ, նայել եմ այնտեղ Ես նայել եմ մի շարք լայվեր, բաներ, ձեր գործընկերները այնտեղ էին, տեղում էին, հարգելի գործընկերներ ու ես լսում էի, թե օրինակ ոնց էին ոստիկաններին ինչ-որ հայհոյանքախառը բառեր ասում։ Եվ ոստիկան պետք է ասի դավայ։ Մի վարքյան ավել ասեմ, որ ոստիկանին ոնց էին քրեական, տենց կիսաքրեական ենթամշակույթին բնորոշ բառեր ասում, ոնց էին տենց ինչ-որ բան էլի տենց ինչ ասեմ, նողկալի փողոցային մակարդակի ինչ-որ բաներ հնչեցնում ոստիկանների հասցեն, որոնք ընդամենը համազգեստ հակած ծառայում են Հայաստանի Հանրապետությանը եւ օրենքին։ Հիմա հնարավոր է, չէ, կներեք, երբ որ կոնկրետ անդրադառնում եմ, Նարեկ ջան, անդրադառնում եմ։ Ասում եմ, հիմա եթե ոստիկաններից մեկը կոնկրետ այդ իմ նշած շրջանակի այդ կիսափողոցային ոստիկաններին պիտակավորող, հայհոյող զանգվածին ասելը բոլորի դեմքերը ֆիքսվել է, դա համարվում է նորմալ, որտեղ այո, ոստիկանը պետք է նաև ֆիքսի հանցագործություն կատարողներ։ Ֆիքսել են, ոչ թե օրինական շրջանակում, այլ բայց ես այդտեղ ապօրինի բան չեմ տեսնում։ Մյուս դեպքը դավայ արա, դե դա համարվում եմ արդեն անթույլատրելի խոսելա ոչ, այս դեպքում կարծում եմ, այո, պետք է որոշակի մանրի։ Հանքացու նկատմամբ այդպես խոսել չի կարելի։ Վրաստանում հիմա տեսախցիկներ են դրել, որտեղ ֆիքսում են մարդկանց դեմքը, ցույցերի մասնակցող տարբեր տվյալներ, որպեսզի հեշտությամբ կարողանան նույնականացնել հետո։ Դուք բացառում եք, որ մի օր մենք էլ Հայաստանում նման իրավիճակի ականատես կլինենք, որ այսպես ասած խելացի տեսախցիկներ կտեղադրվեն ցույցերի մասնակցող քաղաքացիներին նույնականացնելու համար։ Ում ցույցերին նկատի ունեք։ Ընդհանրապես Հայաստանում տեղում է։ Ենթադրում նկատի ունեք ընդդիմության ցույցերին, Ժողովուրդ ջան, ես կարծում եմ այդ 2-3 հազար հոգում բոլորս դեմքով անունով գիտենք ֆիքսելու ոչ մի անհրաժեշտություն չկա, ենթադրում եմ այսքանը թե նման տեսախցիկներ դնելու։ Էլի եմ ասում ընդհանրապես չեմ տեսնում նման անհրաժեշտություն։ Օրինակ 30,000 էին։ Օրինակ, հա, օպերայում 30,000 էին, չէ՞։ Դες բանը էլի Ժողովուրդ ջան, ես չեմ հաշվել, բայց ամենամիսյանն է 7000 հաշվել, դուք եք իջեցնում 50%։ Ինչ է կասկածի տակ դնում։ Ժողովուրդ ջան, ես չեմ, ցավոք սրտի, հարգելի Նարեկ, ես չեմ կասկածի տակ դնում, մաթեմատիկան եւ ֆիզիկան է կասկածի տակ դնում, որովհետեւ 30,000 թվի պարագայում 1 քառակուսի մետրի վրա, եթե չեմ սխալվում, պետքա կանգնած լինեին 8 թե 9 հոգի, խնդրում եմ ուղղակի ֆիզիկապես փորձեք 1 քառակուսի մետրի վրա կանգնել 8 կամ 9 հոգով, եթե ստացվի շատ ողջունելի է, եթե չստացվի, ուրեմն իմացեք, որ դա չի կարելի, իսկ եթե ամեն դեպքում ստացվի, մի հատ այդ կանգնած խտությունը համատեք այնտեղի խտությամբ։ Պարոն Ալեքսանդր, դուք դեռ արձանագրեցիք այս կարմիր բերետավորի վատ պահված, գիտեք կարմիր բերետավորի։ Չէ, այդ բառապաշարի վատ պահված, այդ բառապաշարի անթույլատ դավայ արա նախ ինչքան էլ որ անցնում ենք առաջ, թե օրինակ որպես Պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչ ինչ կանեք։ Ես կարծում եմ պետք է քննարկում ունենալ առհասարակ, ոչ միայն այս դեպքով, այլ պարբերաբար լավարկել մեր ոստիկանության աշխատանքը, այդ թվում նաև քաղաքացիների հետ շփման տեսանկյունից եւ մնացածի տեսանկյունից ես կարող եմ ասել, որ միանշանակ է, որ մեր ոստիկանների աշխատանքը նաև շատ ստրեսային է, սա էլ է պետք հաշվի առնել, իհարկե բնավ չեմ արդարացնում, էլի, եթե կա ինչ-որ անթույլատրելի մի բան, բայց այդ էլ է պետք հաշվի առնել, որ մարդկանց աշխատանքը շատ ստրեսային է ու այդ ստրեսը նաև պետք է հասկանալ, թե ինչպես պետք է հաղթահարվի ու առհասարակ գործողությունները ինչ պետք է լինեն, բայց մենք նաև խնդիր ունենք հասարակության շատ հասարակության չի ասի, բայց մի որոշ շերտի հետ մենք խնդիր ունենք ակնհայտորեն, օրինակ Գյումրու մակարդակով դա որքան երեք հասկացա 100-200 հոգի էր, որոնք ակնհայտ փողոցային բառապաշարով ու քրեական ենթամշակույթին հարիր բառապաշարով են խոսում ոստիկանության մասին ու ոստիկանության հետ։
դա էլ մի ուրիշ խնդիր է, ու հնարավոր է դա ծնել այդ հակազդեցությունը ձեր ասած, ինչը իմ կարծիքով էլի սխալ է, որտեղ պետք չի դրան արձագանքել, օրինակ ռուսերեն «давай բարով», կարելի է ուղղակի ասել գնա այստեղից։ Անչափահաս երեխաներին է ասում։ Դե հատկապես անչափած երեխաներին պետք է ասել գնա այստեղից, երբ որ շուրջ բոլորը ինչ որ կիսակրիմինալ դեմքեր են, բայց պետք է դա ասել հայերեն ու պետք է ասել դա խնամքով ու Ձեր հոգատարությամբ։ չմտածում եմ, որ ոստիկանությունը չի բարեփոխվել քաղաքացու հետ քաղաքակիրթ շփվելու կարողություն։ Եթե ոստիկանությունը բարեփոխված չլիներ, օրինակ Սերժի կամ Քոչարյանի օրոքվա ոստիկանությունը լիներ, բոլորին մահակներով կծեծեին, լավագույն դեպքում ջրցանը կհանեին, կշփեին, ժողովուրդ ջան, կծեծեին մարդկանց, կգցեին։ Ջրցանը հանել էլեկտրոշոկեր։ Դե ասում եք չի բարեփոխ։ Զարիա 3-ը կարող է էլեկտրոշոկեր ձեր նման։ Դե կարող է, եթե ինչ-որ մի սրիկա գար ոստիկաններին ասեր, օրինակ սաղավարտները թանեք ձեզ ոչ մեկ չի խփելու, հետո այդ սրիկայի համախոհները բորձուրները սկսեին քանդել ու շպրտել ոստիկանների գլուխներին, ենթադրում եմ, որ Զարիա 3-ը կլիներ շատ արդարացված միջոց։ Այստեղ ազգային ժողովի մոտ է կիրառվել։ Եվ դրան նախորդել է կոնկրետ մարդու կոչ, որ ոստիկաններ ջան, հանեք այդ սաղավարտները, ձեզ ոչ մեկ բան չի անելու, դրանից հետո տեղի ունեցել այդ ինչ որ խմբի կողմից, որ բորձուրները ասես ջարդում էին ու շպրտում ոստիկանների ուղղությամբ։ Պարոն Ալեքսանյան, խոսեցինք նաև քաղաքական հայտարարություններից, վերջերս նաև շատ եք խոսում եկեղեցականների թեմայով, արդյոք դա կապ ունի ազգային ժողովում քննարկվող այդ երրորդ հանրային հեռարձակողին կրճատելու թեմայի հետ։ Այսինքն շողակաթը կրճատելու թեմայի հետ արդյոք կապ ունի։ Բայց շողակաթը որտեղ տեսակ հենց շողակաթը այդտեղ։ Տեսել սովական Ագույ մեդիայի Ղազարյանն է խոսքը, բարի, այս ձևականությունների հետևից չնենք, Ժորժ ջան, մասին է խոսքը։ ես այդ նախագիծը ինչքանով որ տեսել եմ, դա մի բանի մասին է, որ հանրային մուլտիպլեքսում հանրային հեռուստալիք որպես պետքա լինի առնվազն 2, կարա լինի 3, կարա լինի 4։ Տիկին Ղազարյանի այդ հարցազրույցը չեմ նայել, նախագիծն դեռ չենք քննարկել, որ մանրամասները լավ իմանամ։